Ամեն, ամեն, ամեն։ Այո եւ ամեն։ Հիմա եւ հավիտյան։ Այո եւ ամեն։ Ամեն եւ ամեն։ Օ հալելույա Տեր։ Ինչու եք եկել այսօր այստեղ։ Լույս, ինչ պատասխան տակ, պետք է պատասխանատու լինեք։ Ինչու եք եկել։ Տիրոջ հանդիպելու։ Ուրեմն, երկու հատ աթոռ տվեք ինձ։ Դու ինչու ես եկել քույրս։ Նա եկել է Տիրոջ հանդիպելու։ Խոսք լսելու։ Տիկո ջան, դու ինչու ես եկել։ Օդություն ստանա։ Գիտեք, որ դուք եկել եք ձեր որոշումով, բայց իրականության մեջ մի հոգի ձեզ հրավիրել է, որ եկել եք։ Եվ եթե նա չի հրավիրել եւ նրա հետ անձնական հրավերը դեռ իր տեղը չի, դուք եկել եք ձեր կամքով, ձեր կյանքի, չգիտեմ, կարելի ասել 2 ժամ լավ անցնի։ Դու ասում ես եկել եմ Տերոջ հանդիպելու, ես ասում եմ կարող ես երևակայես այս աթոռի վրա, որ շատ ոչինչ է համարվում, բայց որպես երևակայությունդ գործածես։ Այս աթոռի վրա նստած է Հայր Աստված։ Ես ասացի արդեն մարմինս դողում է։ Որտեղ մենք մի ժամանակ ասում ենք, բայց չենք հավատում։ Ասում ենք, բայց չենք զգում։ Ասում ենք։ Եվ այդ ասացվածքի մեջ կայլը զորություն չկա, որտեղ խոսք է։ Եվ այս ձերքին աչը նստած է Հիսուս որպես բարեխոս, որ ոմանք ասում են, չէ, իմ սրտի մեջ է։ Հիսուս քո սրտիդ մեջ չի, չսխալվես։ Սուրբ գրային սխալ բան չեմ ասում։ Հիսուսը քո սրտի մեջ չի։ Հիսուսը Աստծո աջ ձերքի վրա, գահի վրա նստած իմ ու քո համար հիմա բարեխոսում է։ Սուրբ գիրքն ասում, ես չեմ ասում։ Հավատում ես թե ոչ։ Բայց ով կա այստեղ մեր մեջ։ Որտեղ է։ Տաճարում։ Որ տաճարում։ Այս սուրբ տաճարում։ Ախ, Երանի հասկանայինք դա։ Սրտիս խորքից եմ ասում իմ համար, մեր համար։ Ախ, Երանի հավատայինք դա։ Ախ, Երանի համապատասխան ապրեինք, որ ես հավատում եմ Հայր իր գահի վրա նստած սիրո քղանցքը փռել է մեր վրա, իր փաստը 2000 տարի առաջ, որ ես ու դու դեռ չենք ծնվել, նա փաստեց, որ ամեն մեկս իր համար կարևոր ենք։ Եվ Հիսուսը մահով, հարությունով, այդ ձերքը նստելով նայում է, ասում է Տեր, այս ամենը իմն են։ Ես իմ արյունովս մեկ-մեկ գնել եմ սրանց։ Իմ անունը նրանց վրա կա, իմ արյան կնիքը կա։ Եթե ապրում են իրանց համար, ես էլ եմ տխուր, բայց նրանք իմն են։ Եթե ապրում են ինչպես սիրում են, ինչ անեմ էլ, էլ ինչ պիտի անեմ, որ չեմ արել։ Ինչ պիտի անեմ, որ չեմ արել։ Ինչն եմ պակաս արել։ Որ ինձի այնչան որ պետք է սիրեն չեն սիրում, իրենց ավելի շատ են սիրում, քան ինձի։ Քանի շաբաթ առաջ մի ժողովում նստած էինք։ Եղբայրներից մեկ աղոթեց, 10 հոգի ավել չէինք։ Եկամ աղոթեմ, սկսամ աղոթել։ Աղոթք չբարձրացա, բացի խոստովանություն ինչ։ Տեր ինչ ասեմ տուր, որ մինչև հիմա չես տվել ինձ։ Ասեմ Տեր ողորմիր, խոսքդ ասում է ես դե չծնված ինձի ողորմել ես։ Ասեմ սիրիր, սիրել ես։ Ասեմ հոգի տուր տվել ես։ Օրհնիր, օրհնել ես, ինչ ասեմ։ Ինչ բաց պակաս ես բերել իմ կյանքի մեջ 37 տարի, որ այսօր ասեմ Տեր, Երանի ես գործ իմ կյանքի մեջ կատարած լինեիր։ Երանի մի անգամ ինձի այցելած լինեիր։ Երանի մի օր ինձի հանդիպած լինեիր։ Երանի իմ հետ խոսայիր։ Ովքեր են իմ հետ համաձայն, որ կարող ենք ասեմ Տեր, ես ամանչում եմ, որ ասեմ նոր մի բան տուր ինձի, որտեղ այնքան տվել ես եւ չեմ գործածել։ Այնքան տվել ես եւ շռայլությամբ փչացրել եմ։ Այնքան տվել ես եւ չեմ արժեքավորել։ Արդյունքներով միայն խոստովանություններ դուրս գալիս, որ Տեր ներիր ինձի,
որ քո անվանդ փառքի համաձայն չեմ ապրել, որ քո անունիդ արժեքը բարձր, այդքան բարձր ես նսեմացրել եմ, այն հոգին, որ տվել ես իմ մեջ բնակված է եւ ես քայլում եմ որպես կենթանի տաճար, շատ անգամ այնպես չի փառավորել քեզի եւ ասել եմ գնամ եկեղեցի, որ տաճարը գոնե բերը գցեմ եկեղեցու վրա, այստեղ սուրբ լինենք, այս բակում, այս շենքում դուրսում քո համար ապրիր։ Ես կասեմ եւ չեմ հոգնի, ամեն օր կասեմ եւ չեմ հոգնի, որտեղ Աստծո խոսքն ասում։ Անցյալ անգամ էլ լսել եք 6-7 ամիս առաջ եմ ասել, նոր ենք ասում, որտեղ ամեն օր եմ ասում։ Շատ կներեք քույրերս, եղբայրներս, այստեղ Աստծո տուն չի։ Սուրբ գիքի մեջ նես բան չունենք նոր կտակարանի մեջ։ Այստեղ Աստծո տուն չի, այստեղ մեծ գեղեցիկ դահլիճ է, համեմատեք 20,000 օքանոց լինի, թող կյանքի խոսքի դահլիճի նման, 50,000 օքանոց լինի, Աստծո տուն չի, սիրելիս, մի խափի Աստծոն, քեզ մի խափի, Աստծո տունը քո սիրտն է, բայց եթե հավատաս, քո տանդ մեջ էլ գվայել ես, եւ կսպասես Տեր Հիսուսին, չես սպասեմ միայն հովիվը գա քեզ այցելի։ Ես այսօր իմ խոսքս Տերոջ մասին սա է, հետևիր ինձ։ Մի քանի հարցեր ունեմ հարցնելու։ Դու Հիսուսի աշակերտն ես թե եկեղեցու անդամ։ Ես Հիսուսի աշակերտն եմ թե եկեղեցու անդամ։ Ես իմ կողմից ասեմ, ստում եմ եթե ասեմ Հիսուսի աշակերտը։ Հիսուսի աշակերտ։ Չեմ ուզում ձեր բարձրանք, ձեր սրտում ասեք, որ մեկիս Տերը ինքը անձամբ հրավիրել է, իր հետ անձնական կապով հետևում ենք, կարևոր չի եկեղեցի գամ, թե չգամ, լինեմ, թե չլինեմ։ Ես նրա հետ իմ անձնական կապս ունեմ, ձեր մի բարձրացրու, ինքդ քո հոգուտ մեջ։ Հիսուս քայլում էր, հասավ Մատթեոսին։ Մատթեոսի աշխատանքն ինչ էր։ Աքսավոր էր։ Նրանից առաջ իր հետ ժամանակ չէր անցասեր, խոսեր, սովորեցներ, մի բաներ ասեր, ոչինչ։ Նստած էր իր աթոռի վրան, աքսավոր գործեր անում։ Հասավ իրեն, տեսել եք ինը մեջ։ Մատթեոս, ինձ հետևիր։ Եվ գնաց։ Մատթեոս, ինձ հետևիր, գնաց։ Չհարցրավ գործս, կինս, ընտանիքս, անունս, համբավս, պատիվս, անցյալս, դու ով ես քեզ հետևեմ, ինչ կտաս ինձ քեզ հետևեմ, ինչ ինձի գահացնի, արդյոք ինձի վիզա կտաս, green card կտաս, ճամփորդության փող կտաս, միսիոներ, ինչ, ոչինչ չհարցրավ, որտեվ Հիսուս իրան ասավ ինձ հետևիր։ Մարդիկ չասան արի մեր եկեղեցում քեզ ես բանը կանենք։ Գաս մեր եկեղեցում քո համար լավ կլինի։ Մի քիչ կհանգստանաս, կխաղաղվես, մի քիչ հոգիդ կհանգստանա։ Մի քիչ հոգեբուժարան այստեղ։ Կարելի է հոգեբուժարանը գործածում, բայց սխալ հասցենք տալիս մարդկանց։ Ինձ ով է ասել, որ ես կարող եմ մարդկանց հավաքել իմ շուրջը եւ իմ համար տակավարություն կառուցել։ Ո՞ր համարի վրայից է։ Որտեղ է գրված։ Բացի այն, որ Հիսուսն է անձամբ մեկ-մեկ կանչում։ Եվ ես ձեզ բարձ ասեմ, եթե Հիսուսը քեզ չհրավիրի եւ չասի հետևիր, երկինք չես կարող հետաս։ Դու կարող ես եկեղեցում մկրտվես։ Կարող ես եկեղեցում ծառայես։ Կարող ես եկեղեցում հովվություն անես։ Բայց եթե Հիսուսը քեզ չի հրավիրել, իր հետ անձնական կապ չունես, երկինք չես գնալու։ Ես չեմ ասում, Աստծո խոսքն ասում։ Դու Հիսուսի մարմնի անդամ ես, որ նա գլուխն է, թե աթոռներ գրավող։ Դու անդամ ես, ճիշտ է, բայց չէ եկեղեցու անդամ։ Դու Հիսուսի մարմնի անդամն ես։ Եկեղեցու անդամը ուրիշ անուսում։ Տխուր եմ տարիների ընթացքում, չգիտեմ որտեղ ասա սկսել, տարիների ընթացքում ավետարանի ճոխ կենթանի պատգամ այդքան նսեմ անցել ջրիկացել է, որտեղ տեսել եմ, որ եթե լուրջ ես խոսում մարդիկ գնում են։
Եթե ասես պետք է հետևես Հիսուսին այս եւ այն թողներով, ասում եմ, չէ, դժվար է, չեմ գալիս։ Շատ լավ արիր։ Այն հարուստ երիտասարդը ուզում էր Հիսուսին փաստել, որ ես նայիր իմ կյանքս, բոլոր իմ կյանքս ես ոգևոր եմ եղել։ Օրենքը կատարել եմ, ինչ ունես ինձ ասել։ Որտեղ խնդիր ունես մատ դնես ցույց տալու։ Իր կարծիքով արդար էր։ Եվ անգամ Հիսուսին մարտահրավեր է հրավիրում, ինչ անեմ։ Ամենը սրանք արել եմ, իրեն արդար էր կարծում։ Եվ Հիսուսն էլ նայելով իր սիրտը կոտրված, ասավ, ունեցվածքդ տար, ծախիր, տուր աղքատներին, արի ինձի հետևիր։ Երիտասարդն ինչ արեց։ Այսպես դառնացած թողավ գնաց։ Մենք այսօր այսպես անդամներին գլխի վրա կպայենք։ 10-րդը տուր, ամեն ինչ ուզես։ Հիսուսը սիրո Աստված եկել է փրկելու։ Ինչու է խեղճ երիտասարդի սիրտը կոտրեց, որ գնա դժոխք։ Ինչու է կոպիտ իր հետ խոսած։ Ամեն բան անում էր, ամեն կիրակի, ամեն շաբաթ, 10-րդ շաբաթ երկու անգամ ծոմ էր պահում, հորն ու մորը հարգում էր։ Ես կարծեմ շատերս նրա հանդեպ դեռ պակաս լինենք։ Փարիսեական արդարության մեջ շատ հիանալի էր։ Ինչու։ Սիրելի քույրս ու եղբայրս, ես խոսք եմ տվել Տերոջը, որ եթե կանգնում եմ այս բեմին եւ այստեղ բեմերի, այն վախով եւ դողով խոսամ, որ հայրը եւ որդին եւ Սուրբ Հոգին իմ մեջ կարողանան ասեն այո եւ ամեն, որտեղ պետք է նրանց պատասխան տամ։ Կարևոր չի իմ համար ձեր դեմքերը կամ ձեր արտահայտություններ, որտեղ դուք իմ դատավորը չեք լինելու բարեբախտաբար երկնքում։ Եվ նույնպես դուք իմ փաստաբանը չեք լինելու երկնքում, որտեղ դուք իմ համար ձեր անձը չեք զոհել, որտեղ դուք իմ սիրտը չեք տեսնում, որտեղ դուք ես քո համար չեմ ապրում, դու իմ համար չես ապրում, որտեղ մոռացել եմ, որ ես Տերոջ համար եմ ապրում, նա ինձ փրկել, գեհենից, դժոխքից դուրս է բերել, 2 անգամ ինքնասպանությունից, հազարավոր անգամ մարդի արկածից, քանի անգամ սուրիկետ միասին են եղել, հավատքից առաջ կայլա Տերը նրա պատճառով եւ այսօրի պատճառով մեզ պահել է, 2-3 անգամ միասին են եղել արկած մահի, եւ այստեղ կանգնած եմ ում շնորհիվ է։ Ով է ինձ կյանք տվել եւ հիմա համարձակություն տվել, որ իր խոսքը խոսամ, բայց ահով ու դողով։ Ոչ թե որ ձեզ դատապարտեմ, քավլիցի, ոչ թե որ ինձ դատապարտեմ, այլ մեր կոչումը ով է ինձ հրավիրել։ Ես ում հետևորդն եմ։ Այդուք դու եւ ես Քրիստոսի դեսպանն ենք, թե եկեղեցու միսիոները։ Որ մեկն ավելի հեշտ եւ որ մեկն ավելի փառավոր։ Հավատացեք, միսիոներ լինել ավելի փառավոր է։ Ծախսը տալիս են տարբեր երկրներս գնում։ Ունես խռոված ես, ասես գոնե գնամ 3 ամիս այնտեղ լավ կանցնի։ Միտեղ էլ տանում են մեզի լավ անցնում։ Եկեղեցիները ստիպված է վերջապես մի բան օգնում եմ հաց պանիր կուտենք, մեր տան մեջ բաներ չի ասում, գոնե մի հացկեր տան մեջ պակսում է։ Ասում եմ պարզ, հիմա ուզում եք բարկացեք, ծաղացեք, ճշմարիտ ընդունեք, չընդունեք, ճշմարտությունները դառն են միշտ։ Բայց Հիսուսի դեսպան լինելը դու մարդու հետ գործ չունես, մարդուց վարդ չես ստանում, դու գիտես նրա հետ, նրա մեջ, քո մեջ ապրած հոգով, գիտես ուր ես գնում, որտեղ ես գնում, ոչ թե քո հաճույքի համար, այլ այնտեղ որ նա քեզ ուղարկում է, որտեղ դու նրա դեսպանն ես, հաշտության պատգամ ունես տանելու։ Այսօրվա եկեղեցին աշխարհում, ես այս եկեղեցու մասին, որ իմ համար տարիներ անցյալ 10 տարվա մեջ Տերոջ ներկայության վկայության մեջ ընտանիք է եղել, ասել եմ 2005-6 թվից, հիմա արդեն 2016 ենք։ 10 տարի իմ անապատային եւ գժության շրջանները 2005-ից սկսած այստեղ է եղել։ Գոհ եմ, շնորհակալ եմ, կերակրվել եմ, վայելել եմ, սիրել եք, սիրվել ենք, եղբայրություն, քույրություն, հայրություն, ամեն ինչը։ Բայց իմ խոսքս այս եկեղեցու մասին չի, իմ խոսքս Քրիստոսի մարմնի մասին է։ Եթե այստեղ էլ պատկանում է,
Իմ դժվարությունը չի։ 21-րդ դարվա եկեղեցին այսպես է ավելի։ Շատ մակերեսային։ Այսինքն լավ լրություն է։ Ինչքան լրությունը խորն է։ Արիթ են որ մեկի չինք քո մեջ մտածես։ Ես ժամանակ կգնաս տուն, մի վրազիր։ Ես հորարված իմ ճաշի, դու չգիտեմ ճաշի ինչքան ես։ Ճիշտ է, ժամանակ քույրավել ճաշի։ Զոքանչի Ռաֆիզոն կանչնու քենին էլ մնավ կերակուներ մեզ պատրաստել են, մենք վերևն ենք, բայց մի ժամանակ գնալու ես, հիմա խորոված գուտես թե չալաղաշ գուտես թե հացուպանիր գուտես, լոլիկ ունենաս թե չես ունենա, իմ հարցը սա է, կարող ես Հիսուսին համարձակ հետը տանես քո տուն և չամանչենք, այսօրվա եկեղեցու պակասությունը մակերեսային լինելն է, Եվ որտեղ մակերեսային է խորը մարդիկ և խորը խոսքեր չի գտնվում։ Դուրսի մարդիկ ասում են, եթե ճիշտ է այս ավետարանը, որ դու քարոզում ես և դու այն մարդն ես, ես ինչ նայում եմ այդ, որ դու ասում ես չեմ տեսնում։ Սիրուն խոսքեր են։ Եթե ճշմարիտ հոգևորությունը Երևան գա, դուրսի մարդիկ կտեսնեն ծարավ կզգան։ Կհամեմատվեն տարբերությունը կզգան, ես էլ եմ ուզում նրա նման լինեմ։ Մի տարբերություն կզգա իր մեջ։ Հարցը սա է, և վանից ժողովները այսպես որոշվեց, որ պետք է գանք, հիանալի փառաբանության թիմը իր ամեն աղոթքով, ջանքերով, նեղություններով, կես ժամ 40 րոպե հիմա լինի մարգարական, ամեն ինչ մտնոլորտ պատրաստեն, հետո քարոզիչ կա քարոզի և վերջանա։ Իմ համար հարցը սա է։ Հին ուխտի մեջ և նոր ուխտում հավաքված ամենակարևորը Աստծո ներկայությունն էր։ Ամեն ինչը շրջում էր ներկայության շուրջը։ Որտեղը Տերը, գնանք, այնտեղը Տերը, չէ այնտեղը Տերը, որտեղը Տերը, գնանք Տերոջ ներկայության մեջ։ Դու ասպես հավատում եմ Տերը այստեղ ներկա է։ Ուչը կուչի չասավ։ Դու ասար հավատում եմ, որ Աստված այստեղ ներկա է։ Ես հավատում եմ, բայց սպասում եմ, որ իր ներկայությունը իմ հոգու մեջ գործ կատարի։ Հավատքը գրված է։ Եղբորս աստվածաբանական դասի ասածով Աստված ամենտեղ ներկա է, այո։ Ամենտեղ ով ներկայություն իր պղծություն անում է Տերը տեսնում է։ Բայց դա ներկայություն չի։ Դա գիտենալ է։ Դա աստվածաբանություն է, մենք աստվածաբանություն չենք խոսում, մենք Աստծո կենթանի ներկայության մասին ենք խոսում, որ ուրախությամբ գալիս է, իր ժողովրդին այցելում է, իր սերը թափում է, բժշկում է, այցելում է, դա է Աստծո ներկայությունը։ Որ գիտի եւ ուրախ գալիս է իր ժողովրդին հանդիպելու, ինքը ուրախ է գալիս։ Ասում է գնամ այնտեղ իմ ժողովուրդին ինձ սպասում են։ Սպասողություն ունեն, որ ես գամ իրենց տեսնեմ։ Ճանապարհները սրտի պատրաստել են, հպարտությունները, դառնությունները, անեծները, հետնախոսությունները, քեները թափել են, չեն ուզում գամ, ես իրենց անիծեմ, ուզում են գան, ես իրենց բժշկեմ։ Նրա համար ես գալիս եմ ուրախությամբ, որտեղ ուզեմ խորը գործ կատարեմ։ Դու եկեղեցու անդամ ես թե Հիսուսի աշակերտ։ Խոսքով կարևոր չի ասես, որտեղ ինձ և քեզ ասում եմ խոսքը վաղը մյուս օրը քեզ կդատապարտի, եթե կյանքովդ չպատասխանի։
Խոսքը ինձ ու քեզ վաղը կդատապարտի, եթե կյանքովս չպատասխանի։ Երևակայք հիմա Տեր Հիսուսը հորը նայում է, միասին խորհրդակցում է։ Սուրբ Հոգի մենակ իմ մեջ չի, ձեր մեջ էլ կա։ Եվ ասում են իմ ժողովրդին, որ իրենց անունը իմ անուն են դրել, ասում են Աստծո ժողովուրդ ենք։ Եվ ասում են մենք Հիսուսի հետևորդներն են, եւ ասում են մենք Սուրբ Հոգով լցված ենք, եւ ասում են լեզուներ խոսում ենք, եւ մարգարություն անում ենք, եւ ներքին բժշկություն կատարում ենք, եւ հրաշքներ անում ենք։ Ախ, երանի իրականության լիության բառով այդ ընթացքը շարունակվի։ Ճոխությունով։ Մենք հիշում ենք մերոնք ասում են անցյալում այս բանը եղել էր, անցյալում էս կար, անցյալում էս կար։ Ինքս հոգովս գացել եմ Ռաֆի եղբոր սրտի մեջ էս կա։ Երանին անցյալի ճոխությունների նոր մակարդակը վերադառնա։ Նոր մակարդակ։ Հին չենք ուզում այդ 5-10 տարի հետ։ Մենք հետև չենք գնում։ Այլ 10 տարվա փորձառությունից մտնենք մի նոր մակարդակ։ Մեր Տերը մեզ տանի մի նոր այցելության մեջ, մի նոր աշակերտության մեջ, որ երբ որ այստեղից դուրս են գնում, ոչ թե մի եկեղեցու անդամ աթոռ գրավող, այլ Հիսուսի աշակերտն է դուրս գնում։ Մենք այստեղ չենք տեսնում ոչ մետեղ Հիսուս ասած լինի, արեք, ես մի եկեղեցի եմ կառուցում, ինչքան անդամները շատներն ավելի կուրախանամ։ Ես ուզում եմ մի մեծ թագավորություն կառուցեմ, որ ուրիշ թագավորությունները երբ որ համեմատվում են, իմանան իմս ավելի շատ է, իմ անդամներն ավելի շատ են։ Հակառակը այնպես էր խոսում, որ ամենը թոնում են գնում էին։ Այնքան բարդ էր խոսում, լուրջ, որ աշակերտներից ասան, չգիտեմ այդ համարը ձեր ավետարանի մեջ կա թե չէ, բայց իմ ավետարանի մեջ կա։ Հովաննու 6-րդ գլխում գրված է այնպես խոսեց, ովեր գնացին, տեսնեմ, որտեղ իմ տպած ավետարանը չի տեսնեմ ճիշտ է, գրված է մեծի թե չէ, 6-րդ գլուխ 60-67 կգնա մի քանի համար առաջոտ, որ ասում է չլինես ավետարանը մեջ չկա 66 ես ինչ համար դուս եկավ 666 էլա 666 էլ չենք մոռանալ Հովանու 666 օհ զգուշացեք գայթակղություն է գալիս միջև այսօրս չէիմ նկատել չէր պարզվել Հովանու 666 այդ պահից նրա աշակերտներից շատերը ետ գնացին եւ այլևս նրա հետ չէին քայլում ուրեմն մենք այսօր կասենք նրանք ամեն ներին էին պատկանում հետ գնացին որտեղ 666-ը ինչ հեշտ մեզի արդարացնում ենք բայց այն ժամանակ որ գրվել էր ոչ գլուխ ուներ ոչ համար ուներ որ այսօր 666 սարքենք Հիսուս այնպես խոսեց աշակերտներից չէ հետևորդներից չէ հացուտողներից չէ թագավորություն կառուցողներից աշակերտներից շատերը գնացին Երևակայք մյուս կիրակի Ռաֆի եղբայր այնպես քարոզի ժողովի 80%-ը գնան եւ հետ չգան Ես չեմ վախենա ես չեմ զարմանա ես կհավատամ որ Տերը խորը գործեր է սկսել անել որտեւ կգնան կայցելվեն Տերոջը կապաշխարեն խորացած, փոխված, աշակերտ իրական դարձած կգան, ոչ թե գան նորին ասեն, եկանք Աստծո տունը, խնդրում եմ չէ, եկել եմ Հիսուսին ճիշտ կերպով հետևելու համար։ Որտեղ այս ամեն գետնի վրայի թագավորությունները կայրվի կգնա։ Նրա կառուցածը կմնա մինչև հավիտյան։ Նրա կնիքը տված է, որ աշակերտը կմնա մինչև հավիտյան։ Այսօրվա քրիստոնեությունը 21-րդ դարում այնքան ջրիկացել է, որ թշնամիները ինչ ուզում են անում են։
Սկսած իսլամից միջև ուրիշները։ Որտեղ ինչ ուզում են անում են, որտեղ չկա այն եկեղեցին, որ աղոթքով ու ծոմով ու սրբությունով Տերոջ երեսը փնտրի։ Չկա այն արթնությունը, ամենը ջրիկ ճանկով զբաղված է։ Եվ թշնամին քշում է, վայելում է, ինչ ուզում է անում է։ Չկա դիմադրող խումբը, չկա աղոթող, դիմացի կանգնող եւ մատերիալիստը հանգստավետ կյանքը, գեղեցկությունները աշակերտությունից հեռացնում են։ Մի Աստծո մարդ իր գիրքը, չգիտեմ, կարծում եմ որ հայերենում դեռ չկա, վստահ կարելի է պետք է ռուսերեն լեզվով լինի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մի հոգևոր ընտանիքի մեջ մի սովորած դասական շնորհքին ընտանիք, քանի երեխաներ իրեն գնդակահարում են։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայում Հիտլերի հրամանով իրեն գնդակահարում են։ Որտեղ նա այդ օրերին ավետարանի մասին էր խոսում, Հիսուսի աշակերտելու մասին էր խոսում եւ համարձակորեն ասում էր, այս եկեղեցիները, որ հիմա ընդունում են Հիտլերին, նրանք սատանայի ձեռքի տակի աշակերտներն են։ Եվ այն եկեղեցին, որ պատրաստ է գին վճարի Հիսուսին հետևելու, պետք է իր գինը իր կյանքով զոհի։ Իր ընկերները տարբեր երկրներից բերում են դուրս, կյանքը վտանգի մեջ էր, քանի օր անցնելով չի համբերում։ Ասում է, ես ինչպես ավետարան քարոզեմ, գիրք գրեմ, խոսեմ եւ իմ քույր եղբայրներս ներսում մահանան։ Ճիշտն ասեմ, քանի օր առաջ որ ես կարդացի, հանդիմանվեցի, Անետին ասեմ, Անետ, ես եմ հետ եմ, Անետ ասավ, ես եմ գալիս։ Վերադառնում են եւ իրեն բռնում են, գնդակահարում են։ Իր կյանքի գնով ավետարանի ճշմարտությունը փաստում է։ Մեր սիրելի եղբայր Հայկը 22 տարի առաջ շատ հանգիստ, քաղցր, փառավոր, թագավորական կյանք կարող էր ունենալ երկրից դուրս։ Կարող էր, ամեն հնարքները կար։ Բայց իր սիրարված սիրտը ճիշտ ավետարանը քարոզելու համար, ճշմարտությունը գինը վճարելով, անգամ իր եղբայրը բանտից ազատելու եւ ճշմարտության մասին խոսելու համար իր անձը զոհեց այն ժամանակ, որ 49 տարեկան էր։ Ես արդեն 58 եմ, 9 տարիից ավել եմ ապրել։ Ապրելը տարիով չի, ապրելը պտուղով, կյանքով, երկնքի օրհնությունով է։ Եթե աշակերտները թողան գնացին եւ Հիսուսը չզարմացած նայավ Պետրոսին մնացած համարներում, Սիմոն Պետրոս, դու էլ ուզում ես, դուք եք ուզում գնանք, կյանքը դժվար է, պետք է խաչ վերցնես, պետք է անձդ ուրանաս, պետք է ընտանիքիդ երկրորդը դնես, առաջ ես լինեմ։ Այս բառը որ գրված է ատել, եթե չատես հորդ, մորդ, ընտանիքիդ, ատել բառը, այն ատելը չի, որ մեր բառերի մեջ գործածում ենք, այսպես դեմքով զզվելով ատում ես, միտքն է չի։ Հույներում այդ բառը այդ միտքը չի տալի ատել զզվել, այսինքն այս կետը եւ այն կետը իր հետ համապատասխան չեն։ Դու եթե այս ճանապարհով ես գնում, չես կարող այն ճանապարհով գնաս նույն ժամանակ։ Պետք է որոշես, ինձ ես հետևում, թե նրանց ես հետևում։ Ես եմ առաջինը, թե նրանք եմ առաջինը։ Չասավ նրանց ատիր սպանիր։ Ինձ հետևիր, կզորացնեմ, նրանց կսիրես, կյանքը նրանց համար կտաս, մի սխալվիր։ Մենք օգտագործում ենք բառերը մեր օգուտի համար։ Հայրը մայր ասում է օգնիր, ասում է չէ, եկեղեցու պետք է օրհնեմ, գրված է պետք է ձեզ ատեմ։ Սուտ։ Հիսուս երբ որ ասում է ինձ աշակերտիր, այսինքն ամեն բան առաջ ես եմ, հետո 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 իմ մեջ ամեն ինչ կա, էլի ես եմ։ Բայց ինձանից դուս պապա տա, մամա տա, կինը տա, ավտո տա, տունը տա, դաչա տա։ Ես չգիտեմ որտեղ է։ Այն աշակերտները այստեղ պատկաններ բերան, ինչով այստեղ հասցրան։ 21-րդ դարի քրիստոնեությունը շատախոս եւ աղմուկով լի քրիստոնյաներ են։ Շատախոս
եւ աղմուկով, միայն ձայն, ծնծղաների ձայն։ Միայն ձայն։ Եվ եթե Երանի մի քիչ խոնարհվեն եւ խորանան։ Մի դժվար հարց հարցնեմ։ Նարեկի ապաշխար Նարեկ է, չէ՞, ճիշտ եմ ասում, որ գիրք ունի Նարեկացին, ով է կարդացել։ Վաու, 10 սոճի կարդացել է։ Էս ինչ հրաշք, 11, 12, էս ինչ հրաշք մեծություն է, հա, երկրորդ բանկը, ինչ փառավոր, եթե կարդակ, կհասկանաք ես ինչ եմ ասում, եթե կարդակ կիմանաք աշակերտել Քրիստոսի հետ այսինքն ինչ, ես ձեզ կոչ եմ անում, իմ կողմից չէ, ինչպես է երևակայում, որ եթե երևակայք հայր այստեղ նստած է։ Չեն կարում երևակայենք։ Չեն կարում երևակայենք։ Ինչ պետք է անեմ։ Հիմա ասեմ ես րոպեին Երևանի քաղաքապետ այստեղ նստած է։ Չասամ քարկոց է, կատակ արամ։ Հիմա ես էլ արդեն ուղիղ եթեր է գնաց հասավ որտեղ վաղը տեսարական ինձ վերսան տարան իմացեք ինչի համար էր։ Ուրեմն երկու անգամ ավելի կարկոծվեմ։ Օ Հիսուս ջան։ Հիսուսը կոչ է անում աշակերտության։ Վարդանը կոչ չի անում անդամակցության։ Ռաֆին կոչ չի անում անդամակցության։ Հիսուսը կոչ է անում աշակերտության։ Այն ավետարանը, որ ձեր ձեռքում է, այն ավետարանը, որ ձեր սրտում է, այն ավետարանը, որ ձեր շտեմարաններում դրած է, այն ավետարանը թողեք բացենք։ Ուզեմ մի քանի համար այստեղ որ կան կարդանք։ Որտեվ ես այսպես եմ երևակայում, որ ասածները, երբ որ Հիսուսը խոսում էր, ասում էր, ինչ որ հայրս ինձ ասել է, ես ասում եմ, ինչ արել է, կատարել է, ես կատարում եմ, նա իմ օրինակն է, նա ինձանից մեծ է, նրա ասածներն եմ ասում, եթե իմ գործերին չեք նայում, ասածներին։ Եվ Հիսուսը պարզ լեզվով խոսում է։ Իհարկե, բնականա բոլորս Մատթեոս 11:28-ը շատ ենք սիրում։ Առանց որ կարդալով նայեք, ով են հիշում Մատթեոս 11:28-ը ինչ ասում։ Այդ շատ լավն է։ Ասա Արտակ ջան բարձր։ Ախ, այդ ինչ լավ համար էր։ Կարող եք ասել 29-րդ համարն ինչ ասում։ Այդ դիմերակ հովիվների լուծն է։ Մինչև 28-ը մերն է։ Մինչև 28-ը լավն է, մինչև 28-ը լավ կոչում է։ Արեք ինձ մոտ, Տեր վիրավորված եմ, հոգնած եմ, ջարդված եմ, զզված եմ, ծեծկերած եմ, շատ լավ արի։ Բայց ասում է, իմ լուծը աշխարհի լուծից հետո առանց լուծի չես կարող ապրես։ Եվ իմ հարցս ինձանից եւ քեզանից է։ Այդ Հիսուսի լուծի ներկայությունը մեր կյանքի վրա տեսնում ենք։ Գայլեսս այնքան թեթևը չեմ զգում, վայելում եմ։ Այնքան հանգիստ եմ զգում։ Ես չեմ ասում պետք է ցավացնի քեզ։ Ես ասում եմ պետք է քեզ զգուշացնի, որ դու Տեր ունես։ Զգուշացնի, որ նրա կնիքը քո վրան է։ Որտեղ գնում ես, նա է քո հետ եւ քո մեջ բնակված։ Դու քեզ համար չես ապրում, դու նրան ես պատկանում։ Բայց նրանց առաջ որ 11-ն ասի 10-րդ գլխի մեջ այսպես է ասում։ Կամ որտեվ շատ երկար է կարճ ասեմ Ղուկասի 9 գլխի մեջ ասում է եւ նրանց բոլորին ասում էր եթե մեկը կամենում է իմ հետևից գալ այսօր հայտարարում ենք ով է կամենում Հիսուսի հետևից գալ հայր մատ էս ստերեխեքին նայეთ էս ամեն ասմեն ուզում ենք քեզ հետևենք Միջև որտեղ ես հավատում եմ հրաշքները պատահելու։ Գիտես ինչ հրաշքներ։
կյանքիդ վիճակը փոխվելու է։ Դժվարություններ սկսելու են։ Ատելությունները սկսելու են։ Բայց երկինքը քեզ այցելելու է։ Երկինքը ման է գալիս։ Ես այսպես ասեմ, եթե քո կյանքի մեջ խնդիրները սկսում են, ցույց է տալիս, որ Աստված քո հետ գործ ունի եւ թշնամին տժժանց ուզում է մի բան անի քո կյանքի մեջ։ Եթե ամեն ինչը տեղին է, ոչ մի խնդիր չունես, տխուր եմ, հանգիստ քնած ես։ Այսօր արթնացնելու օր է։ Նայց առաջ որ կարծամ, թող ես ասեմ։ Աստարի առաջ երկու հատ զարմանալի պատգամով ոմանք լավ տեղյակ եք, ոմանք այլ առաջ անգամ եք լսում։ Երկու հատ զարմանալի պատգամով Տեր ինձի բերեց դուս անապատ հետևելու։ Շատ գին վճարեցի, ոչ թե միայն ես, կինս և երեխեքը 10 տարի ամեն կերպ ամենամոտիկները գիտեն և ամենակարևորը երկինքը գիտի, ինչ լացելու, ցավալի, դառը, կոտրվել, ընկնել, վերկանալ, քայլել, լացել, ուրախանալ, ամեն ինչ միասին։ Բայց դա, որ իմ կյանքը կարողացավ փոխեց, իմ ներքին աշխարհը, այն էր, որ միայն մի բան որոշեցի։ Հիսուսին եմ հետևում, թե մարդու։ Վարձքս մարդուց պետք է ստանամ, թե Հիսուսից։ Նա է ինձի փրկել, թե եկեղեցին է ինձ փրկել։ Եկեղեցու խորհուրդն է ինձի վարձատրում, թե երկինքն է ինձի վարձատրում։ Եկե մի օր կանգնեմ նրա առաջին դիմաց աչք աչքի եւ ամեն իմ կյանքը կինոյի նման պետք է անցնի։ Այն ամեն բոլոր ծածուկները, որ միայն ինքը գիտի, նա որ մաքրել է, ներել է եւ ամեն ինչ։ Եվ պետք է ինձի ասի կամ բարի, հավատարիմ, ծառա, կամ պետք է ասի քեզ չեմ ճանաչում։ Ինչ արել ես քո փառքիդ համար ես արել։ Ինչ արել ես նրա նախանձի պատճառով ես արել։ Ինչ արել ես քեզ դրսևորելու պատճառով ես արել։ Այդ 10 տարին այդ կրակի օրերն էր։ Եվ վերջացավ 12 հոկտեմբեր 2015-ին։ Եվ այն օրվանից հետո այն որոշումը, որ Տերը դրել է, այնինչ ասեմ, որ կարող եմ ապրեմ, այնինչ պատմեմ, որ ինքս միջից անցնում եմ, այնինչ փոխանցեմ, որ իմ մարմնից վրա ճաշակել եմ, ոչ թե որ քարոզելով ձեր վրա ծանրաբերություն դնեմ եւ իմ մատովս չուզենամ ձեզ օգնեմ, այլ հավատում եմ, որ Հիսուսը հրավիրողն է, զորություն տվողն է, Սուրբ Հոգի տվող է, իմաստություն տվող է, մեր հետ քայլող է։ Իմ կոչս չի, կներեք, նրա կոչն է։ Ես իմ կողմից կոչ չունեմ անելու։ Ես թագավորություն չունեմ կառուցելու։ Հավիտենականության բաժին չունեմ ձեզ տալու։ Կներեք, ոչ ոք չունի ձեզ տալու։ Ոչ ոք չունի որ տա։ Մի հոգի ունի, գինը վճարեց, պատրաստ եւ հիմա մեզի նորեն կանչում է։ 19 հունիս 2016 Կիրակի ժամը 1-ի մոտ եւ նրանց բոլորին ասում էր. Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, ուզեմ մի րոպե լռություն լինի։ Մենք մեր կյանքը համեմատենք միջև այստեղ։ Եվ եթե այո ենք ասում, ինձ չեք ասում։ Գրված չի ժողովի վերջում Հիսուսը եկավ ամեն իր վրա ձեր դրած աղոթեց, չեմ հակառակում, բայց գրված չի։
Գրված չի, ով որ աշակերտերին ասա վարի ես հիմա քեզ գյուղով կոծեմ կուղարկեմ, գրված չի։ Բայց ում որ կանչում էր, ում որ այո էր ասում, իր հոգուց բաժին էր տալիս նրան, եւ այնքան զորությունով էր այդ կոչը, որ այդ դիմացինը ոչ մի բան չէր կարողանում հասկանալ, միայն մի բան, ես քեզ կհետևեմ, ես քեզ կհետևեմ, Պետրոս, Հովանես, ես քեզ կհետևեմ, մի րոպե լրության մեջ Եվ նրանց բոլորին ասում էր, եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա եւ ամեն օր իր խաչը վերցնի ու ինձ հետևի։ Որովհետեւ ով որ կամենա իր անձը փրկել, կկորցնի այն, եւ ով որ իր անձը կկորցնի ինձ համար, կփրկի այն։ Որտեւ ինչ օգուտ մարդուն, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի կամ մերժվի։ Սուրբ Հոգին, որ իմ ու քո մեջ բնակված է, փաստ է, որ երկինքը քո հետ գործ ունի։ Այդ նշանն է, այդ կնիքն է, որ դու ես երկրին եւ գետնին չես պատկանում։ Սուրբ Հոգին, որ իմ ու քո մեջ բնակված է, դա փաստ է, որ մենք նրա զավակներն ենք։ Դա փաստ է, որ մեր անունները գրված է կյանքի գրքի մեջ։ Դա փաստ է, որ մենք երկնքից կոչում ունենք։ Դա փաստ է, որ անցյալում դժոխք էին գնում, հիմա գնում ենք դեպի հավիտենական կյանք։ Դա փաստ է, որ ինչ որ նա ասել է այո եւ ամեն է։ Եվ նույնպես փաստ է, որ դու իրեն ես պատկանում։ Նույնպես փաստ է, որ ես ու դու իր կամքով պետք է ապրենք։ Նույնպես փաստ է, որ մենք մեր կամքով եւ հաճույքով չենք ապրում, այլ նրա համար, որ մեզ համար մեռավ եւ հարություն առավ։ Աշակերտ ես, թե անդամ։ Աթոռը զբաղեցնող ես, թե Քրիստոսի դեսպան։ Այսօր ով է քեզի կանչում իրեն հետևես։ Ում ձայնն է գալի քո ականջի մեջ։ Այս շատ աղմուկոտ աշխարհում, այս խառնաշփոթ վիճակների մեջ զանազանում ես նրա անուշ ձայնը, որ քեզ կանչում է ինձ հետևիր։ Ինձ հետևիր։ Ինձ հետևիր։ Իշխբախտաբար աշխարհում կա էժան ավետարան, կա թանկ ավետարան, կա էժան շնորհք ձրի, կա
թանկագին շնորհք, որ արյան գնով է։ Ես ու դու ինչ շնորհքի տակ ենք։ Հայրը նայում է որդուն ուրախ, իր ծառայությունը կատարեց, իր անձը զոհեց, իր արյունը թափեց, խաղվեց, հարություն առավ, ճեղքեց երկինքը, ճանապարհ, փրկություն պատրաստեց, նստել է աջ ձեռքին հոր եւ բարեխոսում է իմ ու քո համար, որ այդ ընթացքը ավարտի հասցնենք։ Սուրբ Հոգին հնազանդ հրաման հորից, հրաման որդուց եկել է իմ ու քո մեջ բնակվել է։ Ինչ զորություն է արգելք հանդիսանում Սուրբ Հոգու եւ հոր եւ որդու հարաբերության մեջ։ Որ դիվային ուժը, որ կառավարական ուժը, որ մարդկային ուժն է կարող արգելք լինել Սուրբ Հոգու եւ հոր եւ որդու հարաբերությունը խզելու համար։ Ոչ մի զորություն չի կարող։ Եվ Սուրբ Հոգին իմ ու քո սրտից հառաչում է, փափագում է հոր եւ որդու հետ կապ ստեղծելու համար։ Իմ ու քո միջոցով, մեր տաճարի միջոցով, մեր սրտի տաճարի մեջ։ Այս տաճարում միտքը քարի ու աղյուսու փայտու երկաթու ոսկի չի։ Այս տաճարում, այսինքն իմ ու քո սրտի տաճարում, այս երգը, որ սիրներ կպատրաստեն երգելու, այս տաճարում, որ կոչ է լինում աշակերտելու, այս տաճարում, որ հանդիպում է լինում երկնային, այս տաճարում, որ Աստծո գահը քո սրտի, իմ սրտի վրա դրված, դու գիտես ամեն մի շունչդ եւ արտաշնչելդ հաճույքով է, որտեղ գիտես ում ես պատկանում, քույրս, եղբայրս, այսօր Աստծո խոսքի հայելին Քրիստոսով, հորով, Սուրբ Հոգով ինձ ու քեզ մարտահրավեր է անում, թողնելով մակ երեսային ջրիկ աշխարհանման քրիստոնեությունը, հետևելով ճշմարտության սիրո հոգով Սուրբ Հոգում։ Հիսուսը նորեն կանչում է. հետևիր ինձ, հետևիր ինձ։ Աշակերտելը հավիտենական ուխտ է, որ Հիսուսի արյունով կնքվել ենք մենք։ Աշակերտելը ընդունել երկնքի քաղաքացիությունը եւ ապրել երկնքի չափանիշներով, բայց գետնի վրա։ Աշակերտելը սովորել է Սուրբ Հոգուց, Սուրբ Հոգով ամեն օր առօրյա մեր կյանքում Հիսուսի նմանվելու դասարանում։ Աշակերտը կարդացվելի թուղթ է ավետարանի այսօրվա կյանքում։ Աշակերտելը երկնքի անուշահոտ բուրմունքն է ցրել այս դառը եւ զզվելի գետնի վրա, որ կեղտի հոտը, մեղքի հոտը զզվացնում է։ Աշակերտելը երկնային մաքուր սերն է փոխանցելու այս սառը ատելությունով եւ թշնամությունով լի լցված գետնի վրա։ Աշակերտելը եւ աշակերտ լինելը գարնանային գեղեցիկ մեղեդի է գույնսկույն ծաղիկներով մարդկանց սառուց պաղ եւ ինքնահավան ձմռային սրտերի մեջ։ Աշակերտելը երկնային կյանք եւ բժշկությունն է տարածում
մեռած եւ հիվանդ այս երկրի վրա աշակերտելը հաշտության եւ արդարության պատգամն է բոլոր ատող կռվարար եւ վրեժխնդրող ազգերի մեջ եւ ի վերջո աշակերտելը երկնքի դեսպանատան կարևոր գործն է գետնի վրա սա իմ ու քո կոչումն է եթե աշակերտ ենք սա մեր կոչումն է եթե Հիսուսին հետևում ենք սա մեր ընթացքն է եթե մեր անունը քրիստոնյա է սա է մեր ճանապարհը եւ նորեն հիշեցնեմ իմ կողմից ամանչելով որ ինչ է Տերը խնայել մեզանից որ այս ընթացքը չկարողանանք շարունակենք ինչ է պակասարել հանդեպ ինձ ու քեզ սեր շնորհք օրհնություն յուղ հոգի խոսք ինչ եւ ես նորեն իմ կողմից նորեն ասեմ Տեր ներիր կոտրված սրտով ասում եմ ներիր որ քո անվանը փառքի այդ մեծությունը ինչքան փոքրացրել ջրիկացրել եւ աշխարհայացք են դարձրել Ի պագլուխներս խոնարհես ենք աղոթենք եւ այս երկը սիրները մեր համար գտակ Այգա ասում չլինի հայտ համբարձվեցիք ասում առանց ինձի որտեղ եք համբարձվում Թող քո տաճարդ Հիսուսի հետ քո տաճարումդ Թող այս տաճարը կենթանանա Թող այս տաճարը զարդարվի Թող այս տաճարը գույնավոր դառնա անուշահոտ դառնա Թող այս տաճարը փայլուն դառնա անգամ ծեծվելով երկնքի հոտը դուրս գա Եթե Ստեփանոս ես քարկոծվում ես երկնքի փառքը Երևան գա Պողոս Արաքյանն ասում էր սոված ծարավ ճղճղված շորերով չգիտեմ կարդում են եւ արտասվելով անայտին եմ ասում ես Պողոս Արաքյանն ասում է սոված ծարավ ճղճղված շորերով Ես չեմ գործում ճղճղված շատ էլ մաքուր այսօր հագնվել եմ ուզեցամ ես կարմիրն ես գույնը սիրուն լինի Բայց Պողոս Արաքյանն ասում է սոված ծարավ ճղճղված շորերով Բայց գիտեմ երկնքի անուշ հոտն եմ տալիս Երկնքի անուշ պատգամն եմ տալիս Երկնքի ներկայացուցիչն Երկնքի գետնի վրա ներկայացուցիչն եմ Տեր Հիսուս Չգիտեմ քանի հոգի ենք 2-3 հոգի ենք այստեղ հավատում եմ Եթե Հիսուս 12 երգով տակնու վրա արավ ես ու դու մեր այցելությունը նրա հետ ոցավառված պենտեկոստական հոգով աշակերտական հոգով Երևանը խաղալիք է մեր համար աշխարհը կարող է շարժի Հիսուսը Եվ նա այսօր կոչ է անում ով է ուզում իմ հետ ինձ հետևի գնանք մինչև աշխարհ գրավել ով է ուզում ինձ հետ գա այս տաճարում Տերը այցելություն ուզում անի ներկայություն լինի Կանգնենք ոտքի մեր սիրտը թող կանգնի ոտքի մեր հոգին կանգնի ոտքի մեր որոշումը կանգնի ոտքի մեր անձը այս տաճարում այս տաճարում ուր մարդիկ քեզ կանդիպեն այս տաճարում ուր շղթաները կկոտրվեն
այս տաճարում ուր հիվանդները կբժշկվեն հոգու ազատության մեջ ցնծության քեզ կօգնեն այս տաճարում Իմ տաճարում ասա, իմ տաճարում ու մարդիկ քեզ կհանդիպեն Իմ միջոցով մարդիկ քեզ հանդիպեն ու շղթաներ Կապանքներ կարձակվի այս տաճարում Օ, հալելույա ուր հիվանդներ կբժշկվեն Երբ դու քայլես այս տաճարով ազատության մեջ ցնծության քեզ կօգնեն Օ, հիաբաբա Let's Հանձնվում եմ Տեր Արավել այսօր լցում մեր սրտերը քո փառքով սուրբ ագեցում Օ, Հիսուս Ով սուրբ ոգին լցում տաճարը քո մեջ մնալ ենք կամենում Սուրբ է վայր այս սուրբ Աստված Օ, Հիսուս Ով սուրբ ոգին լցում Հանձնվում ենք Սուրբ Հոգի Արավել այսօր լցում մեր սրտերը քո փառքով սուրբ ագեցում Ով սուրբ ոգին լցում տաճարը քո մեջ մնալ ենք կամենում Սուրբ է վայր այս սուրբ Աստված Սուրբ է վայր այս սուրբ Աստված Սուրբ է վայր այս սուրբ Աստված Սուրբ Հոգով լցվել կամ Սուրբ Հոգի լցրու միայն որպես հիշեցնեմ եւ ուրիշ ձև հասկանանք խնդիրը բաժակ լցվել չի որտեղ Սուրբ Հոգի միայն գետ չի այլ անձ է անձի մեջ երբ ասում եմ լցրու այսինքն ինչ այսինքն ավելի ոտու ձեռը գաներս ավելի ինչ գաներս գիտեք երբ որ ասում ենք Սուրբ Հոգով ավելի լցվենք այսինքն ինչ այսինքն ավելի նա իմ վրա իշխի քան ես իմ վրա իշխեմ այսինքն օր տոկոսի շատանա եթե 10% նա էր իշխում 90% ես իմ սկսեմ աճել լինի 20% լինի 30 ավելի հանձնվեմ ավելի հասկանամ ավելի սովորեմ ավելի ճանաչեմ ավելի ճաշակեմ ավելի իր հետ քայլելը սովորեմ ավելի որտեղ նա իմ մեջ բնակված կենթանի հոգի է յուղ չի ջուր չի անձի հետ հարաբերվելը ճիշտ մարդուկին ինչքան աճում են ավելի են իրար նմանվում ավելի են սովորում Եվ իմ հարցս էսպեսով վերջացնեմ եւ գնանք, որտեղ չեմ ուզում աղոթեմ ձեր համար։ Հայրը, որդին, Սուրբ Հոգին ձեր համար աղոթում են, բարեխոսում են։ Իմ հարցը սա է։ Իմ հարցը սա է։ Մեր անձնական Սուրբ Հոգու հետ հարաբերությունը ինչպես է։ Անձնական ինչպես նրա հետ հարաբերություն ունես։ Ինչպես ես նրա հետ խոսում։ Ինչպես ես նրանից առաջնորդվում, ինչպես է նա քեզի առաջնորդվում, ինչպես ես նրան լսում, ինչքան վստահ ես նա քո մեջ բնակված է, ուր է Սուրբ Հոգու փաստը իմը քո կյանքի եւ Սուրբ Հոգին գալիս է քո հետ, քո տոնը քո հետ գործ ունի։ Ես չեմ ուղարկում, հայրը որդին են ուղարկել, չսխալվեք, իմ հաշվին չտնեք գնացիք տուն խնդիրներ պատահավ, հայրը որդին ուղարկել է Սուրբ Հոգին գա եւ սկսի գործեր անելու։ Հայր շնորհակալ եմ, որ այստեղ ես Հիսուս շնորհակալ եմ աջ ձեռքի վրա բարեխոսում ես Սուրբ Հոգի շնորհակալ եմ որ մեր մեջ հաճույքով ուրախությունով բնակված ես եւ մենք որոշում ենք հայտարարում որ լինի քո կամքը, քո ուզածը, քո որոշումը, քո ծրագիրը, քո բարիությունը, քո կատարելությունը ամեն մեկիս կյանքի մեջ եւ որպես քո ժողովուրդը մինչեւ քո գալը եւ վերադարձը հայր աղոթում ենք Հիսուսի անունով ամեն ամեն Ով Սուրբ Հոգին լցում տաճարը, առավել այսօր լցում